ջահել չես մնա ծերություն կգա Ինչ առաջի 10 պատրաստ են մեզ մոտ միջին խոշորության կոտլետներ են պատրաստել, տեսեք այս չափսի և ուղարկում ենք հենց այս ձևով սառցակցիկ ծերություն կգա աշխարհը փուչ է քեզ էլ չի մնա Ջերմ ողջույն արգել հետևորդներ, այսօր ոսպով կոտլետներ ենք պատրաստելու և ուզում եմ հատուկ ներկայացնել, թե ինչպես կարելի է սառեցնել այս տեսակ կոտլետները հետագայում օգտագործման համար որպես կիսաֆաբրիկատ։ Առաջարկում եմ արագ անցնել գործի։ Արագ ներկայացնեմ ինչ է անհրաժեշտ, վերցրել եմ ոսպ, ինձ մոտ 500 գրամ ոսպ է, ես պատրաստելու եմ կրկնակի չափաբաժինը, սակայն մեկնաբանությունները թողնեմ ճիշտ չափաբաժինը։ 500 գրամ ոսպ է ինձ մոտ հում վիճակում եղել, որը ես ամբողջությամբ եփել եմ, այն փափկած է, առնվազն 90%-ով պետք է պատրաստ լինի, մեզ անհրաժեշտ է սոխ, սոխը վերցրել եմ 2 միջին գլուխ, սխտոր է անհրաժեշտ 1-2 ատամիկ, ըստ ճաշակի և ցանկության, գազար եմ վերցրել 2 հատ միջին, կանաչի, ինձ մոտ մաղադանոս է, բայց ավելի լավ կլինի, եթե վերցնեք համեմ, դա իմ սուբյեկտիվ ճաշակն է և կարծիքը, որոշեք ինքներդ։ Նաև ալյուր է անհրաժեշտ լինելու, 2 ձու եմ վերցրել, համեմունքներ, այստեղ ինձ մոտ խմելի սունելի է, կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ, քարի համեմունք, շատ հետաքրքիր համադրություն է լինելու և աղ։ Աղը մոտավորապես 1-2 թեյի գթալ, ոչ ավել, չնայած եթե շատ եք սիրում, կարող եք ավելացնել էլ ավելի շատ։ Նաև պաքսիմատ է անհրաժեշտ լինելու, մոտավորապես 1 տուփ 150-200 գրամի չափով։ Նախ առաջ եկեք գազարը անցկացնենք հերիչով, միանգամից առաջ ընկնելով ասեմ, որ և գազարը և սոխը մենք տապակելու ենք նախ և առաջ, փափկեցնելու ենք, որից հետո նոր անցնելու ենք առաջ և բլենդերով վերածելու ենք ընդհանուր հյուսի այս ամենը։ Սոխը բաժանում ենք միջին կտորների, որովը կարիք չկա մանրացնելու, այսպես 4 մասի կբաժանենք, ընդամենը մեզ պետք է փափկեցնել, որ շատ ավելի հեշտ ձևով կարողանանք վերածել հյուսի։ Տավայի մեջ բուսայուղ լցնենք, շատ չենք ավելացնում, առավելագույնս 100 մլ և հենց այս բուսայուղով անմիջապես մենք իհարկե խառնելու ենք ոսպին, հարելու ժամանակ, այնպես որ բուսայուղը պետք է գալու մեզ միանգամից ասեմ, ավելացնում ենք սոխը և գազարը միանգամից։ Ոչ մի համեմունք, ոչինչ չենք ավելացնում, ընդամենը փափկեցնում ենք, կրկնում եմ, 4-5 րոպե առավելագույնս այսպես տապակել։ Անցնում է օր նայիր ձեր հորը աշխարհում հյուր է ինչու տխուր Վերջ հարգելի ընկերներ, բավական է փափկել է և սոխը տեսնում եք թե փափկել է, ենթարկվող է դարձել, սա լրիվ հերիք է։ Անջատում ենք և անցնում առաջ շատ շուտով արդեն սա կավելացնենք ընդհանուր զանգվածին հարելու նպատակով։ Այդ ընթացքում մանր կտրատում ենք կանաչին, տվյալ դեպքում ինչպես ասեցի մաղադանոսը, բավականին մանր է պետք, այսպես։ Վերջ առայժմ մի կողմի վրա ենք դնում, ուզում եմ ասել, որ կանաչին մենք չենք հարելու այս բլենդերով, իսկ մնացած եթե բոլոր բաղադրիչները հիմա դուք կտեսնեք, վերածելու ենք մեկ ընդհանուր հյուսի կոտլետի համար, սակայն կանաչին ավելացնելու ենք լրիվ առանձին։ Հիմա թասի մեջ ավելացնում ենք արդեն փափկած գազարը և սոխը, ամբողջ բուսայուղի հետ միասին, ինչպես նշեցի, սա շատ կարևոր է, որպեսզի հյութեղ ստացվեն կոտլետները և շատ համեղ։ Ավելացնում ենք ողջ ոսպը պատրաստի, ձուն ենք ավելացնում, ինչ վերաբերում է համեմունքներին և աղին, դրանք ես կավելացնեմ արդեն վերջում, երբ ամբողջական հյուսի վերածված կլինի այս ամենը և չենք մոռանում իհարկե սխտորի մասին, այս փուլում նաև սխտորը։ Եվ այս բոլոր բաղադրիչները հարելու ենք, ինչպես նշեցի, վերածում ենք մեկ ընդհանուր բարդ հյուսի։
Այստեղ ավելացնում ենք կտրատված կանաչին, ավելացնում ենք մի խոսքով ասած բոլոր բաղադրիչները, բացի առայժմ ալյուրից։ Ինչու, ես հիմա կասեմ ինչու, եւ դուք կհասկանաք։ Ավելացնում ենք համամուքները եւ կավելացնեմ նախնական 2 թեյի գթյալակ։ Հիմա այս ամենը ես շատ լավ խառնում եմ եւ չեմ ավելացնում առայժմ ալյուր, այն բանի պատճառով, որ պետք է ստուգեմ աղի ճշգրտությունը։ Երբ աղի քանակությունը բավական լինի ինձ համար, նոր արդեն հանգիստ կարող եմ ավելացնել ալյուրը եւ անցնել հետագա գործողությունների, քանի որ պետք է համտեսեմ եւ հասկանամ։ Հիմա փորձենք։ Իդեալական է պարզապես աղի քանակությունը, արգելի ընկերներ, ոչինչ չեմ ավելացնելու աղի հետ կապված, հիմա կավելացնեմ 3-4, առավելագույնս 4 ճաշի գթալ ալյուրը, չեմ կարծում, որ քիչ կլինի, սակայն եթե լինի քիչ, տեսնենք, որ քիչ է, կավելացնենք մեկն էլ եւ ոչ ավել։ Ավելացնում եմ ալյուրը 1, 2, 3 եւ 4։ Լավ խառնում ենք այս ամենը։ Եմ ասել, որ մենք դեռ սառնարանել ենք դնելու, այնպես որ պնդանալու եմ նաև սառնարան դնելուց եւ սառելուց հետո։ Այսպես, կարծում եմ նորմալ է, դեռ մենք փորձելու ենք իհարկե սառեցնելուց առաջ։ Պետք է տապակենք եւ հասկանանք արդյոք ամբողջական է մնում կոտլետը թե ոչ, տապակելու ընթացքում եւ հետո, որից հետո նոր հասկանանք պետք է ավելացնել ալյուր, թե ոչ։ Յուրաքանչյուր կողմից կտապակենք 2-3 րոպե միջին կրակով, սակայն ստեղ մեր նպատակը տապակելը չէ, այլ հասկանալը արդյոք կոտլետը տեսք է ստանում կոտլետի, թե փխրվում է պատրաստվելու ընթացքում։ Այդուհանդերձ, որ կոտլետը տեսքը պահպանում է, տեսնում եք, այն շատ նուրբ է, դե շատ լավ է, բայց իմ հայցողությամբ չափից դուրս նուրբ է, համար պետք է 1 ճաշի գթալ այդուհանդերձ ավելացնել, ես հիմա կավելացնեմ եւ կանցնենք սառեցնելուն։ Ավելացրեցինք, մի փոքր էլ եւ վերջ։ Նորից լավ խառնում ենք, վերածում ենք մեկ ընդհանուր զանգվածի։ Դե ինչ ամեն բան մեզ մոտ պատրաստ է եւ վերջին գործողությունն ենք անում, տեղափոխում ենք սառնարան այս փյուսը մոտ արապես 30 րոպեով, քանի որ սառելու պարագայում այլ ավելի հեշտ է լինելու աշխատել ապակա կոտլետների հետ։ Դե ինչ անցավ 30 րոպեն, տեսնում եք որքան է պնդացել փյուսը, հենց այսպիսի զանգված է մեզ անհրաժեշտ, վերցնում ենք 1 ճաշի գթալի չափով, թեթևակի թռչուն ձեռքերը, շատ թեթև, տեսք ենք գալիս և ուղարկում պաքսիմատի մեջ, բոլոր կողմերից մեկ անգամ թեթև պաքսիմատով տարածում ենք և վերջ, դնում ենք արդեն սկուտեղի վրա և ծածկում ենք առայժմ տոպրակով։ Ջահել չես մանա, ծերություն կգա, աշխարը փուչ է, քեզ էլ չի մանա, ջահել չես մանա։ Ինչ առաջի 10-ը պատրաստ են մեզ մոտ, միջին խոշորության կոտլետներ եմ պատրաստել, տեսեք այս չափսի, կարող եք ավելի փոքր պատրաստել, ավելի մեծ ըստ հարմարության, բայց մեծը խորհուրդ չեմ տալիս, մաքսիմալ չափսը թող լինի սա, որտեղ ճիշտը հենց այսպես է, հավատացեք ինձ, պարտադիր ծածկում ենք տոպրակով եւ հենց այսպես, ասեմ որ հատակին էլ է տոպրակ դրված, վերևում էլ ենք տոպրակ դնում եւ ուղարկում ենք հենց այս ձևով սառցախցիկ 3-4 ժամով մինչև ամբողջությամբ 100%-ով քարանալը, սառելը, որից հետո նոր կարող ենք տեղափոխել այսպիսի տոպրակների մեջ արդեն 5 հատով, 8 հատով, ով ինչպես կցանկանա։
Դե ինչ այսօր ես ներկայացրեցի ձեր ուշադրությանը, թե ինչպես կարելի է սառեցնել սառցախցիկում շատ անտիրանչափ համեղ ոսպով կոտլետները, որոնք չեն տարբերում, պարզապես չեն տարբերվում հավի մսի կոտլետից, հավաստիացնում եմ ձեզ համային որակներով, փորձեք եւ կամուզվեք ինքներդ։ Կարող եք պահել սառցախցիկում 1-ից առավելագույնս 3 ամիս որպես կիսաֆաբրիկատ եւ վայելել երբ կցանկանաք։ Մի փոքր ուշ, մոտավորապես 3-4 ժամից ես արդեն կանեմ սառցախցիկից եւ կցուցադրեմ ձեզ պատրաստի կիսաֆաբրիկատը, դա արդեն վերջում, իսկ այսօրվա համար այսքանը, շնորհակալ եմ տեսանյութը դիտելու համար եւ մինչ նորից։